խցանումներ են քաղաքում։ Ինչ է կատարվում քո ձեռքի մեջ։ Մի հատ պահի քոնը։ Բա ինչի ուրա։ Նույնս գործընկերություն չեք տալիս ձեզանից։ Հայսա գալիս է, միան զանգ Դու արտոնյալ ես արի առաջ։ Հայսա գալիս է։ Չէ, այստեղ արտոնյալ է։ Ինքը արտոնյալ է, որտեղ ինքը ձեր միջի ամենանրբիկ լավ լրագրողն է։ Պարոն Քոչարյան, ուզում եմ իմանալ դուք մտադրություն ունեք առաջադրելու ձեր տեխնացիոնը պաշտպանության հանձնաժողովին։ Ինչ եք հարցը տալիս։ Հետաքրքիր է դուք Ես ասում եմ, որ երկու անգամ իմ տեխնացիոնը առաջադրել են, ես չեմ առաջադրել։ Առաջադրել են եւ խմբակցությունը քննարկել է, քվեարկել է եւ ես երկու անգամ դարձել եմ հանձնաժողովի նախագահ։ Դա իմ համար ամենաընդունելի ձևաչափն է։ այսինքն դուք ակնկալում եք, որ առաջադրեն ձեզ։ Ես ձեզ ասեմ, որ նախկինում ֆրակցիան էր որոշում, հիմա կտեսնենք ինչ ձևաչափով են գնում առաջ։ Իհարկե ոչ։ Բայց եթե նաեւ առաջադրվելու հնարավորություն Եթե, չէ, ճիշտ հասկացեք։ Իմ բնավորությունը բոլորը ծանոթ եք։ Երբ որ կառաջադրեն ինձ, ես հանդես կգամ մեկնաբանությամբ, ելույթով եւ իմ տեսակետները կհնչեցնեմ այն միջավայրում, որտեղ քննարկվելու է այդ առաջարկը։ ցանկություն ունեք, պարոն Քոչարյան։ Հիմա դուք ժամանակից առաջ եք ընկնում։ Դուք շարժում եք ժողովուրդ թերթի տրամաբանությամբ։ Ժողովուրդ թերթը մի հատ, այսօր այ որի օր տարին է։ Այսպես խառնակիչական ինչ-որ մի հատ տեսակետ գցում է, բոլորը վերցնում եք, տիկին Ռուզանա Խաչատրյանը վաղը մամուլի տեսությամբ կկարդա։ Ժողովուրդ թերթը ուրեմն այսպեսի հրապարակում արել։ Ճիշտ է տիկին Խաչատրյան։ Բոլորը չի։ Դուք հատուկ կարդում եք այն տեքստերը, որ ինձ է վերաբերվում, ինչ եք հարգում, ես դա գիտեմ։ Պարոն Քոչարյան, իսկ եթե խմբակցությունը չառաջադրի, Խմբակցությունը դուք ինքն առաջադրվեք։ Ինչ եք այդ հարցը տալիս։ Կգա օրը բարին հետ։ Ուրիշ։ Տեսեք, նոր ազգային ժողովի կազմել ձևավորում, հա, նախագահության մակարդակով, կողմնու նախագահ կլինի փոխնախագահներին։ Բայց այդ ձևաչափը միշտ օգտագործվել է հենց այդպես։ Հաջորդիվ նախ պետքա ազգային ժողովը կողմնորոշվի, քանի հանձնաժողով է ունենալու, դոնտի բանաձևը ոնց է բաշխվելու։ Ըստ դրա նաև հիմա դուք ասում եք հաստատ կլինի։ Ես էլ եմ կարծում, որ հաստատ կլինի։ Չէ, ես ուրիշ բան եմ հասնում, նկատի ունեմ, Ես չավարտեցի։ օրենսդիրի անդամ ինչպես եք աշխատելու նոր նախագահության հետ։ Հարմար է ավելի։ Իսկ դուք չեք նկատել, որ ազգային ժողովի նախագահի հետ մենք արդեն 7 թե 8 տարի աշխատում ենք։ Նախագահի տեխնացու է Ռուբինյանի հետ։ Մյուս երկուսը կոնջերան աշխատում ենք բավականին բարձր ինտենսիվությամբ, որպես ֆրակցիայի ղեկավար, եւ ես համարում եմ այդ աշխատանքը պարոն Գոջյանի կողմից իրականացված, ամենաբարձր մակարդակով իրականացված աշխատանքային փուլեր։ Պարոն Վահագալստյանը Պաշտպանության հանձնաժողովի անդամ ենք իր հետ աշխատում ենք, մենք գնում ենք ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողով, ճանապարհ ենք անցնում, գալիս ենք, ինչ է նշանակում, ոնց պետք է աշխատեք։ Ինձ որպես կանոն, բացի ժողովրդերթից եւ տիկին Խաչատրյանի մեկնաբանություններից ընկալել են որպես ավագ ընկեր, ես այդ սահմանը չեմ անցել եւ կարծում եմ, որ եթե կարիքը լինի իմ անցած ուղու ծառայությունները շարունակելու, ես իմ որոշումը կայացնեմ։ Պարոն Քոչարյան, երեք Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մանդատը չի վերցնելու։ Ափսոսում եմ։ Նեղացած եք։ Ափսոսում եմ, չէ, ափսոսում եմ։ Որովհետեւ պարոն Սիմոնյանը անկախ այն վայրիվերումները, որ տեղի ունեցան ազգային ժողովում, տարբեր ժամանակաշրջանում նաև շահարկվեցին իմ եւ պարոն Սիմոնյանի ինչ որ հարաբերություններ, բայց մենք միասին ճանապարհ ենք անցել, սապսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում, որովհետեւ մի բան ակնհայտ է, որ արտահերտ ընտրություններից հետո, երբ որ պարոն Սիմոնյանը դարձավ ազգային ժողովի նախագահ, ինքը այնուամենայնիվ իր պարտականությունների մեջ չի թերացել, կապած որպես քաղաքական օրակարգի սպասարկող։ Նաև հաշվի առնելով մեր ընդդիմության պահվածքը ազգային ժողովի աշխատանքների մեջ։ Մեկ գալիս են, մեկ չեն գալիս են, ինչ-որ բաներ, այսօր էլ նայում եմ մեր քույրերը եւ եղբայրները չկային, միայն Գեղամանուկյանը եկավ մեր հանձնաժողովի նիստին մասնակցեց։ Մանդատը կվերցնեք, պարոն Քոչարյան, եթե հանձնաժողովի նախագահ Այո, ես ինչ եք կասկածում։ Բայց ինչի եմ դրել իմ տեխնացիոնը, եթե մանդատը պետք է չվերցնեի։ Եթե այլ առաջարկներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնանք։ Մի մոռացեք, որ
լսեք, մի մոռացեք, եթե իմ կենսագրությանը ծանոթանաք, տեսնեք, ինքը այսպես ալիքաձև անդադ գնացել է։ Եղել եմ 90-ականների իշխանության մեջ, ուժային բլոկում, հետո եղել եմ նաև ընդդիմության մեջ, պայքարել եմ 2008 թվականից այն արատավոր համակարգի դեմ, որը մարտի 1-ը իրականացել, նաև փաստացի ղեկավարել եմ փաստահավաք խումբը մարտի 1-ի գործերի քննության 5 զեկույց եմ ներկայացրել, որոնք ներառված են Միեդի եզրակացության մեջ չեք ծանոթացել։ Պարոն Քոչարյան, ես ուզում եմ մեջ բերել Դու գոնե ծանոթ ես։ այլ լրատվամիջոցի, քան որ ասում եք լրատվամիջոց, այլ լրատվամիջոց։ Դու մեր հարազատ լրատվամիջոցն ես։ Հիմա թիրախավորեմ, ահա։ Չէ, 168 ժամը գրել է, որ ձեր որդին կանչել է վարչական հավաքին եւ ասել է, որ նա Ինքը ստացել է պատասխանը։ Իմ որդին պատերազմ անցած է, Վազգենի մասին է խոսքը։ Պատական չէ, տանը որ դրել եմ։ Եվ պատական չէ, որ ինքը ծնվել է, եւ ինքը պետքա այդպես էլ շարժվեր։ Ինքը 44 օրյա պատերազմի ինչը վերջորը մասնակցած հայորդի է, իմ տղան։ Հիմա ես հպարտանում եմ։ Դուք ինչ ասեք, կարա գրեն 168 ժամը լսեք ուշադիր։ Պարզա չէ, որ պատերազմ անցած տղան ինքը չի կարա խուսափի, եթե առաջարկը լինի, բայց առաջարկից հետո գնում է բուժզնություն։ Դրանից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն ա տարել ուսահոդի, շատ ծանր։ Երբ որ հաջորդ առաջարկը կլինի պաշտոնական գերատեսչության, ինքը նորից կանցնի բուժզնություն, եւ եթե ամեն ինչ նորմալ է, ինքը անպայման կգնա այդ հավաքներին։ Մի կասկածեք։ Մի գնկեք 168-ի ջրերը, Տիկին Խաչատրյան։ Տիկին Սաթենիկ Սերյանյանը վաղուց վառված Անդրանիկ Քոչարյանից, խնդրեմ։ Ուրիշ։ Պարոն Քոչարյան, Սահմանադրական դատարանի որոշումից ինչ սպասել եք։ Ես Վահագ Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ։ Ես համարում եմ իրեն ինձ ընկեր։ Իր այդ ճանապարհը եմ անցել նաև մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրության ընթացքում, բարձր եմ գնահատում իր ազնվությունը։ Բացառիկ ազնիվ անձնավորություն է Վահագը։ Եվ ես կարծում եմ, որ ինքը, եթե կան թերություններ, դրանք տեխնիկական են։ Սահմանադրական դատարանը այդ ամենը պետք է հաշվի առնելով կայացնի իմաստուն որոշում։ Իրավական, ընդ որում իրավական։ Պարոն Քոչարյան, քանի որ Հակակիրյանի հետ կապված օրինակ ընդդիմադիրներն են ասում են, որ մի անձ, ով եղել է ԿՊ հիմնադիր անդամ, խմբակցության պատգամավոր, չի կարող արդար անուններով խոսել։ Ով այդ ընդդիմադիրը։ Մի հատ Մեկյանը, մենակ չասեք փաստաբան Վարդևան։ Ինքը ամենտեղ պատտվել է եւ այսօր ամենաբարձր վարձատրվող փաստաբանն է Հայաստանի Հանրապետությունում։ Եկեք ուրիշ դաշտից խոսենք։ Վահագ Հովակիմյանը ներկայացրել է այն պահանջները, ինչ որ ներկայացրել Սահմանադրական դատարանը, կարծեմ այսօր կամ վաղը վերջի օրն է, որոշումը կայացնի, բնականաբար դուք ստանաք ձեր հրահանգը, ինչպես տորպեդահարեք այդ որոշումը, բայց մենք շարժվենք, ստանանք։ Լավ, ես երեք չեմ ծնվել էլի։ Մոռանում եք, որ ես իրականում իշխող հրավներ չի ստանում, դուք իմ հետ որոշեցիք շփվեք։ Ես հակադարձում եմ ձեր ասածին, չեք հրանգավոր։ Լրագրողները հրահանգ չեն ստանում։ Ձերը շփվելու համար ոչ։ Ոչ, մեզ հետ շփվելու համար չընդհանրապես ձեր կարծիքը արտահայտելու։ Մենք քաղաքական միավոր ենք։ Իշխանության մեծամասնությունը ստացած ժողովրդի քվեով միավոր ենք։ Բնականաբար հարցերը քննարկվում են ձեր հրահանգավորումը մի քիչ եմ համար տարօրինակ։ Հատկապես մամուլի տեսությունը, որ դուք եք կարդում։ Իմ մասը առանձին կուղարկես նոր կարդես։